Իսրայելը եւ Համասը պայմանավորվել են երկար սպասված հրադադարի եւ պատանդների գործարքի շուրջ պատերազմն ավարտելու ծրագիրը ներկայացրած Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է, կողմերը ստորագրել են գործարքի առաջին փուլը։ Ըստ նրա, բոլոր պատանդները շուտով ազատ կարձակվեն, իսրայելական ուժերն էլ դուրս կգան համաձայնեցված տարածք։ Անցած տարվա դեկտեմբերին ռուսական հարվածից ադրբեջանական ինքնաթիռի խոցման պատճառներից մեկը ռուսական հոբ համակարգում տեխնիկական խափանումներն էին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Վլադիմիր Պուտինը։ Следствие заканчивается. Сейчас в целом можно говорить о причинах этой трагедии. Ռուսաստանի նախագահի խոսքով ռուսական երկու հրթիռներն ուղիղ չեն հարվածել ինքնաթիռին, այլ մի քանի մետր հեռավորության վրա պայթել են եւ հավանաբար դրանց բեկորներն են վնասել ինքնաթիռը։ Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան կփոխհատուցի ողբերգության համար, պատասխանատուների գործողություններին իրավական գնահատական կտան։ Вторая причина заключается в технических сбоях самой системы ПВО России. Ուկրաինայի հարավում Խերսոնի շրջանում ռուսական հարձակումների հետևանքով 3 մարդ է մահացել, տեղեկացրել է շրջանային ղեկավարը։ 2 մարդ զոհվել է Խերսոնի շրջանում առավոտյան տեղի ունեցած հարձակման ժամանակ, իսկ երրորդը քաղաքից դուրս գտնվող Բիլոզերկա գյուղի վրա ռուսական հրետանու հարվածից։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն պնդում է ամերիկյան ուժերի կողմից վերջերս թիրախավորված նավը կոլումբիական էր, ներսում էլ Կոլումբիայի քաղաքացիներ էին, գրում է BBC-ն։ Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին Կարիբյան ծովում առնվազն 4 նավ է խոցել, 21 մարդ սպանվել է։ Միացյալ Նահանգները պնդում է հարվածների թիրախում նարկոտրաֆիկներն էին։ Կոլումբիայի նախագահի հայտարարությունը Սպիտակ տունն անհիմն է որակել։ ՆԱՏՕ-ն քննարկում է օդային սահմանը խախտած ռուսական ինքնաթիռներին հարվածելու սահմանափակումները թուլացնելու ու Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով ռազմական անօդաչու թռչող սարքեր տեղակայելու հարցը։ Այս մասին գրում է Financial Times-ը հղում աներով ՆԱՏՕ-ի մի քանի պաշտոնյայի։ Լրատվամիջոցի տեղեկություններով քննարկումները Ռուսաստանի հետ սահմանակից երկրներն են նախաձեռնել ռուսական անօդաչուների եւ ինքնաթիռների օդային սահմանը խախտելու դեպքերի ֆոնին։ И еще одна тема Сирия, конечно же. Вы встречались со своими... Ռուսաստանը ցանկանում է պահպանել Սիրիայում տեղակայված ռազմաբազաները, ասել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հավելելով, որ բազաների գործունեության ձևաչափը կարելի է փոխել ներկայիս իրողություններին համապատասխան։ Լավրովը հայտարարում է, թե իր կարծիքով եւ Սիրիայի կառավարությունը եւ տարածաշրջանի մի շարք այլ երկրներ հետաքրքրված են, որ ռուսական ներկայությունն այնտեղ պահպանվի։ Իհարկե, դա այլևս ռազմական ճանապարհով օրինական իշխանություններին այս կամ այն ընդդիմադիր ուժերից պաշտպանելու աջակցություն չէ։ Գործառույթները պետք է վերաձևակերպվեն, ասել է Լավրովը։ The Nobel Prize in Literature for 2025 is awarded to the Hungarian author Laszlo Krasznahorkai. Գրականության այս տարվա Նոբելյան մրցանակակիրը հունգարացի գրող Լասլո Կրասնահորկային է։ Նրա վեպերը եւ նովելները հակաուտոպիական առակներ են։ Նա 10 տարի առաջ մեկ այլ հեղինակավոր Բուկերի մրցանակ էր ստացել։